Իրանը բազմիցս տարբեր մակարդակներով հայտարարել է, որ իր համար سطوح مختلف اعلام کرده است իր համար կարմիր գիծ է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը։ که تمامیت ارضی کشورها خط قرمز ایران است. Սա արդյոք ենթադրում է, որ ըստ անհրաժեշտության նաև բացի հայտարարությունները կլինեն գործնական միջամտություններ։ سوالمون مربوط به این است که به جز این اظهارات آیا ایران حاضر است که به اقدامات عملی هم انجام بده؟ منظورتون از اقدامات عملی چیه؟ գործնական քայլեր ասելով ինչ նկատի ունեք։ Ըստ անհրաժեշտության նաև աջակցություն նաև ռազմական առումով։ کمک یعنی حمایت نظامی اگر مورد نیاز باشه. ما همونطوری که اعلام کردیم ما همکاری‌های گسترده‌ای با ارمنستان داریم. Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, մենք լայն համագործակցություն ունենք Հայաստանի հետ։ همکاری‌های ما متنوع است و بخش‌های مختلف رو شامل میشه. Մեր համագործակցությունը տարբեր ոլորտներ է ներառում եւ շատ բազմազան է։ همونطوری که شما گفتید ما از حمایت تمامیت ارضی ارمنستان حمایت می‌کنیم و مخالف تغییر مرزها هستیم. Ինչպես դուք ինքներդ նշեցիք, مرزهای بین‌المللی. Ինչպես դուք ինքներդ նշեցիք, մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման։ و اینکه ما همکاری‌هامون تا چه سطحی میتونه گسترش پیدا بکنه این برمیگرده به توافقات بین دو کشور و نیازهایی که دو کشور به یکدیگر اعلام میکنن. Եվ այն թե այդ համագործակցությունը ինչ նոր աստիճանի կարող է, ինչ մակարդակի կարող է հասնել կապված է երկու երկրների միջև գործող համաձայնություններից եւ երկու երկրների միջև եկոսությունից։ Պարոն դեսպան, ռուս խաղապահները Արցախի տարածքից այսօրերին դուրս են բերվում, Իրանում ինչպես են նայում այդ գործընթացին, ինչ անվտանգային ռիսկեր են ստեղծվում Իրանի հյուսիսի հատվածից այդ տարածքներից։ اشاره می‌کنند که صلبانان روسیه از قله‌باغ کوهستانی دارن خارج می‌شوند و دیدگاه ایرانی در مورد این موضوع چی است؟ آیا ایران در این اقدام ریسک می‌بینه یا نه؟ چه ریسکی؟ ինչ ռիսկեր, Հաշվի առնելով որ փորձագիտական շրջանակներում խոսում այդ տարածքները իսրայելական բազաներ են որպես օգտագործվում։ همانطور که کارشناسان اعلام می‌کنند این منطقه میتونه به عنوان بنیاد به عنوان منطقه اسرائیل علیه ایران استفاده بشه. این که در ارتباط با صلحبانان روسیه به نظرم خوب از سفیر روسیه بپرسید. Ինչ վերաբերում է ռուս խաղապահների դուրս բերման ավելի լավ կլիներ որ Ռուսաստանի դեսպանին այդ հարցը հղեիք։ اما اینکه در واقع بخواد این مناطق در واقع استفاده غیرقانونی بخواد ازش بشه خب طبیعیه که جمهوری اسلامی ایران اولا که تمامیت ارضی کشورها رو ایران به رسمیت میشناسه. Նախ եւ առաջ Իրանը տարածքային ճանաչում է երկրների տարածքային ամբողջականությունը։ و من بعید میدونم همسایه های ایران اقدامی بخوان انجام بدن که برخلاف منافع و امنیت ملی ایران باشه. Եվ ես չեմ կարծում որ Իրանի հարևանները որևէ գործողություն կնախաձեռնեն որ դեմ է Իրանի անվտանգությանը։ و اگر هر نوع اقدامی که در واقع امنیت ملی ایران و منافع ایران رو به خطر بندازه طبیعتاً ما مخالف اون هستیم و تحمل نمی‌کنیم. Եթե որևէ փորձ ձեռնարկվի, որը որ վտանգ կլինի Իրանի տարածքային ամբողջականությանը եւ անվտանգությանը, մենք դա չենք համակերպի եւ դրան համապատասխան վերաբերմունք ցույց կտանք։ Հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև քիչ առաջ պայմանավորվածություն էսպես ձեռք բերվեց, որ 2.5 գյուղ անցնում է Ադրբեջանին, սա այն դեպքում երբ Իրանը հայտարարում էր, որ Հայաստանի սահմանը իր համար կարմիր գիծ է, սակայն դա նաեւ ճանապարհի հարց է, միջպետական ճանապարհ է այդտեղանցնում, ինչպես կմեկնաբանի այս սահմանային փոփոխությունը։ در مورد جلسه‌ای که همین امروز برگزار شده کمیسیون‌های تعیین خطوط مرز که بر اساس آن همونطور که خودشون اشاره کردن دو تا روستا از طرف ارمنی به طرف آذربایجانی واگذار خواهد شد و میگن که این جاده دولتی بین ارمنستان و گرجستان هم به خطر میاندازد. شما همونطور که اشاره کردید که مرزهای بین المللی نباید نقض بشوند. نظر دیدگاه شما در مورد این موضوع چی است؟ ما رو مطلع کردن در ارتباط با این گفتگوها و سند مقامات ارمنستان. Հայ պաշտոնյաները եւ իշխանությունները մեծ տակյակ են պահել այդ հանդիպման եւ արձանագրության բովանդակության վերաբերյալ։ به ما گفتن که توافقاتی که صورت گرفته در چارچوب
اعلامیه آلماتی هست. Եվ մեզ հայտարարել են, որ համաձայնությունները ձեռք են բերվել Ալմատայի հռչակագրի հիման یعنی վրա, بر اساس مرزهای بین المللیه. այսինքն միջազգային սահմանների հիման վրա։ و من مطلع شدم که اون مناطقی که در واقع جاده ازش رد میشه جزو این توافقات نیست. Եվ ինչպես ինձ են հայտնել, այն հատվածը, այն տարածքը, որտեղ որ անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ։ Ես ունեմ գիտներեք, ես ունեի տեսման նկատվել Իրան-Իսրայելը այսօրվա հակասության մասին միջազգացությունը ըստ իր տարածաշրջանի վրա եւ թարոն մեկտավանի Իրան-Իսրայել سوال شما مربوط به درگیری ایران و اسرائیل میباشد. میپرسن که دیدگاه شما، دیدگاه کلی شما در مورد آنکه این چه تأثیری میتونه رو تحولات منطقه داشته باشه چی است؟ خب ما بعد از اینکه به کنسولگری ما در دمشق حمله شد و این خلاف مقررات بین‌المللی بود، ما هم اول مراجعه کردیم به سازمان ملل متحد. Երբ որ թիրախավորվել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը, մենք նախ եւ առաջ մենք դիմել ենք միավորված ազգերի կազմակերպությանը, որպեսզի անպատասխան միջոցառումներ ձեռնարկվեն։ شورای امنیت سازمان ملل متحد به خاطر کارشکنی امریکا، فرانسه و انگلیس حتی نتونست یک بیانیه حداقلی صادر بکنه. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ամերիկայի, Ֆրանսիայի նախաձեռնությամբ նույնիսկ չկարողացավ մի ընդհանուր հայտարարություն արձանագրել։ و بعد از اینکه شورای امنیت نتونست اقدامی بر علیه نقض قوانین بین‌المللی توسط رژیم صهیونیستی انجام بده، ما باز هم 10 روز منتظر فعالیت‌های دیپلماتیک کشورها موندیم. Երբ որ միավորված ազգերի կազմակերպության կողմից որևէ քայլ չեղավ այդ միջազգային օրենքի այդ կոպտագույն խախտման դեմ, մենք 10 օր եւս սպասում էինք արձագանքի։ و بعد که در واقع به نتیجه نرسیدیم، بر اساس حق ذاتی خودمون و ماده 51 منشور ملل متحد و حق دفاع مشروع پاسخ رژیم صهیونیستی رو دادیم. Եվ երբ որ մենք չստացանք որևէ արձագանք որևէ կառույցի կողմից, մենք իրականացրեցինք ԻԾՆ մեզ տված եւ 51-րդ հոդվածի, ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի համաձայն մեր օրինական պաշտպանության իրավունքը եւ համապատասխան պատասխանը տվեցինք։ ما مراکزی رو هدف قرار دادیم که از اون مراکز بر علیه ما اقدام شده بود. Մենք թիրախավորել էինք այն կենտրոնները, որտեղից որ թիրախավորվել էին մեր վայրերը, մեր ենթակայության տակ։ ما برعکس رژیم کودککش اسرائیل نه مراکز عمومی، نه بیمارستان، نه مدرسه، نه مراکز مدنی، بلکه مراکز نظامی رو هدف قرار دادیم. Ի տարբերություն սիոնիստական մանկասպան ռեժիմին մենք չենք թիրախավորել որևէ քաղաքացիական օբյեկտ, որևէ հիվանդանոց, դպրոց կամ մանկապարտեզ եւ մեր թիրախի տակ գտնվել են միայն ռազմական օբյեկտները։ ما به اهداف خودمون رسیدیم. Մենք մեր նպատակներին հասել ենք։ عملیات ما تموم شده Մեր գործողությունն ավարտված է։ و اگر بخوان تنش رو بالا ببرن و بخوان دوباره تجاوز بکنن به حقوق ما و سرزمین ما، حتما پاسخ میدیم. Եվ եթե ցանկանան լարվածությունն էլ ավելի բարձրացնեն եւ թե ցանկանան եւս մեկ անգամ մեր տարածքի, Իրանի տարածքի եւ Իրանի անվտանգությանը վտանգ սպառնել, անպայման կստանան արժանի պատասխանը։ Պարոն Դեսպան, եւս մեկ հարցը պարբերաբար մատնանշում եք տարածքային ամբողջականության մասին, այդուհանդերձ կա ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը, ինչպես են իրանական կողմը տեսնում Արցախահայության վերադարձը եւ դուք որպես դիվանագետ ինչպես եք դա տեսնում, հնարավոր է արդյոք այս բանը, որովհետեւ միջազգային տարբեր դերակատարներ այսօր կարծեմ G7-ի ներկայացուցիչները հայտարարել են Արցախահայերի վերադարձի խնդրի մասին. جناب سفیر، شما از تمامیت موضوع تمامیت ارضی کشور اشاره میکنید و من میخوام راجع به موضوع مردم که باید میتونن سرنوشت خودشون رو تعیین بکنن صحبت کنم. نظر شما راجع به بازگشت مردم قره باغ به خونه هاشون چی است؟ چون بعضی سازمان‌های بین المللی راجع به این موضوع صحبت میکنه و میگن که این مردم حق دارن که به خونه هاشون برگردن. ما همونطور که قبلا که گفتیم الان هم میگیم، ما اعتقاد داریم که حقوق مردم قره باغ، ساکنین قره باغ باید مد نظر قرار بگیره. Ինչպես մենք միշտ հայտարարել ենք, այսօր եւս ցանկանում եմ հաստատել, որ Արցախի բնակչության իրավունքները պետք է անպայման նկատի առնվեն։
հաշվի առնվեն։ Եվ տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային ուժերով լուծելու այս առաջնորդությունը, որի մասին պարբերաբար խոսում է Իրանը, որքանով է իրատեսական եւ հնարավոր, եթե կողմերից մի քանիսը կոնկրետ ապակառուցողական են եւ հստակ տարածքային նկրտումներ ունեն։ شما همیشه اشاره تاکید میکنید که تحولات که موضوعهای منطقه باید از طرف قدرت‌های منطقه‌ای حل بشوند و نظر شما راجع به اون که قدرت‌های منطقه‌ای وجود دارن که رویکردشون غیر سازنده است و به عنوان مثل ترکیه و آذربایجان که یک سیاست سازنده‌ای ندارن و همیشه در تلاش هستن که به سرزمین کشور همسایه تجاوز بکنن. نظر شما راجع به این موضوع چیه؟ ببینید اون چیزی که در منطقه اتفاق میفته تبعاتش متوجه کشورها و مردم منطقه است. Այն ինչ կատարվում է տարածաշրջանում կարող են հասկանալ եւ դա վերաբերում է միայն այդ տարածաշրջանի ժողովուրդներին։ هر اتفاقی میفته مستقیم به منافع و امنیت کشورهای منطقه و مردم اونها اثر میذاره. Եվ այն ինչ տեղի ունենում տարածաշրջանում ուղղակիորեն ազդում է հենց այդ տարածաշրջանների երկրներին եւ նրանց շահերին։ علت این که ما میگیم که کشورهای فرامنطقی دخالت نکنن به خاطر اینکه اونها نه همسایگی دارن، نه مرز دارن، نه متأثر میشن از این اتفاقات و تبعات. Այն թե ինչու ենք մենք բազմիցս միշտ հայտարարում, որ արտատարածաշրջանային ուժերը չպիտի հնարավորություն ունենան խառնվել տարածաշրջանային զարգացումներին, այն է, որ այդ ուժերը որևէ կերպ հաղորդակից չեն տարածաշրջանի խնդիրներին եւ որևէ ազդեցություն այդ զարգացումներից չեն կրելու։ طبیعیه که کشورها منافع خودشونو دنبال میکنن. Բնական է, որ երկրները հետապնդում են իրենց շահերը։ من فکر میکنم با گفتگو و تعامل و دیالوگ و دیپلماسی میشه دیدگاه رو به هم دیگه نزدیک کرد. Ես վստահ եմ, որ երկխոսության, դիվանագիտության եւ համագործակցության միջոցով կարող ենք այդ խնդիրները հարթել։ الان همین اتفاقی که امروز افتاده و توافقی که انجام شده Այն ինչ այսօր տեղի ունեցել եւ այն համաձայնությունը, ինչին որ մենք այսօր հասել են կողմերը, خب این در نتیجه گفتگو بوده. դա երկխոսության արդյունքում է եղել։ خب این میتونه یک نقطه شروعی برای گفتگوهای بیشتر و توافقات بیشتر بشه. Սա կարող է մի սկզբնակետ լինել հետագա երկխոսությունների եւ հետագա համաձայնությունների համար։ Իրանը կասկածներ ունի, որ երեք վարձակումներից մեկը կամ ընդհանրապես հարձակումը կարող է նախաձեռնված լինել Ադրբեջանի տարածքից, ասենք իրականացված լիներ։ Այդպիսի կասկածներ ունի Իրանը թե ոչ։ نظر شما در مورد اون که در یک روایتی پخش می شود که اون تجاوزی که این شب اخیر علیه ایران انجام شده است میتونه از خاک آذربایجان انجام شده باشد. نظر شما در مورد این چیست؟ آیا ایران شکی در این مورد داره یا نه؟ من اطلاعاتی در این رابطه ندارم. Ես այդ խնդրի մասին որևէ տեղեկություն չունեմ։